Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական ակնաբույժ Հասմիկ Թանայանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը չմերժեցիք։ Ուրախ եմ մասնակից լինել մի հաղորդաշարի, որը ոչ միայն իրազեկում է բնակչության առողջության խնդիրների, այլև լուծման ճանապարհների մասին։ Մենք էլ ենք շնորհակալ։ Բժշկուհի, ուզում եմ մեր ընդհանուր թեման սկսենք տարեսկզբից ներդրված, նորածնային ակնային սկրինինգից։ Ինչ է այն իրենից ներկայացնում եւ հիմնականում ինչին է միտված։ Տարեսկզբին ներդրված ծրագիրը թույլ տվեց մեր նեոնատոլոգներին կյանքի առաջի 2 օրվա ընթացքում գնահատել երեխաների տեսողական օրգանի պաթոլոգիաները եւ առողջությունները նախորդ եւ արդեն առանց ժամանակ կորցնելու տեղյակ պահել նեղ մասնագետի խուսափելու համար հետագա ավելի լուրջ խնդիրներից։ Եվ ինչ արդյունքներ ունենք։ Արդյունքները բավականին լավն են, որովհետև երեխաները, որոնք թեկուզ մի թեթև շեղումներ ունեն, սկսված բնածին կատարակտաների, ցանցաթաղանթի ինչ-որ պաթոլոգիաներից նախորոք հայտնաբերվում են առաջի 2 օրվա ընթացքում եւ նեոնատոլոգի կողմից միանգամից ուղեգրվում են նեղ մասնագետի մոտ։ Արդեն մեր մոտ առանց ժամանակ կորցնելու անցնում ենք բուժման, որտեղ երեխաների դեպքում ժամանակը շատ կարևոր գործոն է բուժիչ։ Համենայն դեպս մասնագետների կողմից ողջունվել է։ Իսկ ծնողներն ինչպես ընդունեցին։ Ծնողները իհարկե հաճույքով հենց այդ առաջի 2 օրը ստուգվում են, բայց արդեն նեղ մասնագետի մոտ մի քիչ դժգոհություններ վախ կա երեխայի բիբը լայնացնելու հետ կապված, ասեմ, որ ոչ մի վախենալու բան չկա։ Հետազոտությունը անվնաս է երեխաների համար, կատարվում է դեղորայքով, որը համաշխարհային բժշկության մեջ հաստատված է։ Ու մենք չենք կաթեստում այնպիսի դեղեր, որոնք կարող են երեխային վնասել։ Դա անհրաժեշտ է մենակ բիբը լայնացնելու համար եւ ակնահատակը նայելու համար։ Իսկ ընդհանուր առմամբ էլ ինչ սկրինինգային ծրագրեր են իրականացվում այդ մանկահասակ երեխաների մոտ։ Սկսենք ամենակարևոր ծրագրից մեկը, այդ ամենասկզբից դա մեր անհասների ռետինոպաթիայի հսկողությունն է, որը իրականացվում է Գյումրի բժշկական կենտրոնում։ Անհասները նախ ինչ է ռետինոպաթիան, սկսեմ, դա վաղ ծնված փոքրիկի մոտ ոչ հասուն ցանցաթաղանթի զարգացումն է արդեն արտաքին, ֆակտորների ազդեցության ներքո, որը երբեմն պաթոլոգիական ընթացք է ընդունում եւ այդ նորագոյացած անոթները արդեն կարող են սխալ զարգացման հետևանքով լուրջ խնդիրների բերել։ 1/3 դեպքերում մենք նույնիսկ ունենում ենք ընդհուպ մինչեւ հաշմանդամություն, երեխաների մոտ։ Սկրինինգի հիմնական նպատակն է, որ այդ հսկողության ընթացքում, եթե նկատում ենք ընթացք դեպի պաթոլոգիա, ու հայտնաբերվում է արագ, կարողանում ենք կանգնեցնել ու բուժել, հասնելով բավականին լավ արդյունքների։ Բուժումը մենք իրականացնում ենք լազերով եւ ներակնային ներարկումների տեսքով, բայց դա շատ քիչ դեպքերում է լինում, ասեմ, մոտ 1/3 դեպքերում իսկապես պաթոլոգիական ընթացք է լինում։ Երբեմն ինքնուրույն այդ process-ը լուծվում է ու հիմնական նպատակը մեր ժամանակին կանգնեցնելն է պաթոլոգիական process-ը։ Նկատել, գնահատել ու կանգնեցնել։ Իսկ հիմնականում որ տարիքի երեխաների մոտ է ավելի հաճախ հանդիպում։ Դա անհաս երեխաների մոտ է, որոնք ծնվում են մինչև 34 շաբաթական իհարկե չի իրականացվում սկրինինգը, 34 շաբաթականից հետո մենք արդեն սկսում ենք։ Անհաս երեխաները, որոնք ծնվում են, այս դեպքում արդեն մեր բժշկությունը զարգացել է ահագին, ու մենք բավականին փոքր գեստացիոն հասակ ունեցող երեխաներին կարողանում ենք պահել, պահպանել ու շարունակել իրենց առողջ ընթացքը կյանքի։ Մեր հիմնական նպատակը հետևելն է տվյալ պահին հաշմանդամությունից ու լուրջ պաթոլոգիաներից խուսափելու համար երեխաներին, որ հանկարծ չունենան հաշմանդամություն կամ կյանքի որակը վատացնող ինչ-որ հիվանդություն։ Այդքան ավելի շատ կանխարգելող բնույթ է։ Ավելի շատ կանխարգելող ու ժամանակին հայտնաբերում, ելի եմ կրկնում, երեխաների դեպքում վաղ կանխարգելումը ու հայտնաբերումը շատ կարևոր է։ Իսկ կոնկրետ մինչև նախադպրոցական տարիքի այդ երեխաների մոտ սկրինինգային ծրագրեր իրականացվում են։ Հա, իրականացվում են։ Մենք ունենք սկրինինգ մինչև 1 տարեկան, ունենք 3-ից 4 տարեկանում, ունենք նախադպրոցական սկրինինգը ու արդեն ամեն տարին մի անգամ երեխաներն անցնում են տեսողության ստուգում։ Պարտադիր է համարում նախադպրոցականը եւ այդ սկզբնական փուլում անցնողը։ Կախված երեխայի կյանքի փուլից, ասենք Օրինակ մինչև 3 ամսեկան մենք գիտենք, որ երեխաներն ինչ են ֆիքսում են, հայացքը, ծնողին են հետևում, գտնում են։ 3-ից 6 ամսեկանում արդեն բռնելու ռեֆլեքսն է, որ բռնում են ինչ-որ իրեր, քաշում են իրենց, անսխալ այդ քաշելու եւ կարողանալու բռնելը
նույնպես շատ կարևոր ֆակտոր է։ Արդեն 6-ից 12 ամսեկանում, երբ որ նրանք սկսում են սողալ ու քայլել, կարողանում են շրջանցել արգելքները, քայլելու այդ ամեն ինչը այնքանով է կախված տեսողական օրգանի հետ, որ եթե կա ինչ-որ պաթոլոգիա շատ հաճախ տեսողական օրգանի հետ կապված, այդ գործողությունները իրանց մոտ դժվարացած է։ Ու ուստի ուզում եմ ծնողներին հորդորել, որ նման դեպքում, եթե նկատում եք, որ ինչ-որ մի ռեֆլեքս կամ բան, որ պետքա լինի երեխայի մոտ չի հասցրել զարգանալ, ավելի լավ է մեկ անգամ ավել դիմել բժշկի, քան թե սպասել ու արդեն լուրջ խնդիրներով։ Օրինակ այդ տարիքի երեխաների մոտ հատկապես ինչ տիպի շեղում պիտի լինի, որ ծնողը հասկանա ու բերի բժշկին։ Զարգացման այդ հապաղումներն են հիմնականում, մինչև խոսում ենք մենք նախադպրոցական, ոչ թե նախադպրոցական, մինչև մի տարեկան բալիկների մասին։ Իսկ արդեն նախադպրոցական տարիքի մոտ հիմնականում ռեֆրակցիոն շեղումներ ենք հայտնաբերում։ Ռեֆրակցիոն շեղումները կարճատեսություն, հեռատեսություն, շլություն, դրանք շլությունը իհարկե կտեսնեն ծնողները, հիմնականում մեր ծնողներն է, տեսանելի է, իսկ արդեն հեռատեսություն ու կարճատեսության դեպքում շատ հաճախ որ երեխան ինքն է չի հասկանում, որ ունի խնդիր ու ծնողները երբեմն նկատում են, երբեմն ոչ, երբեմն կարող են օրինակ դպրոցական այդ առաջի 2-3 դասարաններում մինչև կամակորություն նկատել, չի ուզում կարդալ, հոգնում է, տրորում է աչքերը, մի աչքը փակում է կամ գլուխն է թեքում կարդալուց, պետք չի անտեսել դրանք իսկապես կամակորություն չեն։ Շատ հաճախ դրանք պարզապես տեսողական խնդիր են եւ հեշտությամբ կարելի է լուծել ու համ ձեր կյանքի որակը կբարձրանա, համ երեխայի։ Դուք նշեցիք կարճատեսություն եւ հեռատեսություն։ Սա կարծես թե մեր իրականության մեջ շատ տարածված խնդիր է։ Ինչ պետք է անել այս ամենից զերծ մնալու համար։ Նախ սկսենք այստեղից, հետո կանցնենք արդեն մյուս խնդիրներին։ Եթե կան ռիսկի գործոններ, ասենք ժառանգական ֆակտորը, իհարկե չենք կարողանա զերծ մնալ, կարճատեսությունը կարող ենք ոչ թե զերծ մնալ, այլ ոնց որ կանխել իր աճը։ Հեռատեսության դեպքում, եթե մենք ունենում ենք աճի հետ զուգընթաց մի փոքր քչացում, հեռատեսության դեպքում չկա ցանցաթաղանթի հետ կապված խնդիրներ, կարճատեսության դեպքում մենք կարող ենք հնարավորինս զսպել աճը կարճատեսության, որպեսզի չշատանա, թվերը չբարձրանա, ակնոցներ կրելու հետ կապված, պետք է կրել ակնոցները, պետք է ունենալ ֆիզիկական ակտիվություն մոտ 1-ից 2 ժամ, արևի լույսը իսկապես շատ օգտակար է։ Եվ քանի որ ամեն ինչ արդեն շատ մոտ է դարել մեր երեխեքին, աշխարհը ավելի մոտ է, ոնց որ գadgetները, հեռախոսները, խաղերը, հնարավորինս ֆիզիկական ակտիվություն ապահովելով եւ մաքուր օդում ու փորձել սահմանափակել էկրանային ժամանակը, հիգիենային հետևել տեսողության, հետևել, որ եթե դա պրոցեսը ընթանում է, ասենք համակարգչով մոտ 60 սանտիմետր հեռավորությունը պահվի, կարդալուց մոտ 40 սանտիմետրը, լուսավորությունը ճիշտ լինի, ոչ թե պայծառ լույս, այլ ցերեկային լույսին մոտ բնական լույս օգտագործվի երեխայի համար։ Հատկապես երեկոյան երեխաները այդ գadgetները, հեռախոսները ձեռքերներին, չէ, բավականին ուժեղ լույսով դա չի վնասում։ Այնտեղ կա ճիշտ է տեսողության պահպանման ռեժիմ, կարդալու ռեժիմ հաճախ կան այդ հեռախոսների վրա, բայց պետք է պահպանել 20-20-20, 20 րոպե աշխատում են, 20 վայրկյան ընդմիջում, հետո նորից 20, բայց մեծահասակներին փոքրերին ավելի կարելի է սահմանափակել։ Առաջացման պատճառները հիմնականում որոնք են։ Կարճատեսության ու հեռատեսության, այո, ոչ թե նպաստող գործոնները, այլ հենց պատճառները կան։ Էլի եմ ասում, ժառանգական ֆակտորն է այստեղ, բոլորս գիտենք, որ երեխաները հեռատես են ծնվում, փոքր աչքով ու տարիքի հետ ընթացքում այդ աչքը մեծանում է, զուգահեռ նաև ֆոկուսը կարգավորվում է։ Դրա հետ է կապված, որ նրանք սկզբում հետևում են մեզ, հետո փորձում են բռնել, հետո նոր արդեն տեսողությունը մոտ 3-ից մինչև 6 տարեկանում հասնում է իր նորմային, նորմալ մարդու տեսողությանը, 1.0, որ ասում ենք այդ տեսողությանը։ Դրա համար այդ ընթացքում հատկապես փոքր տարիքում, երբ որ իրանք դժվարանում են մոտիկը տեսնել ու այդ հեռախոսները, խաղերը մոտ տարածության վրա շատ ցանկալի չի։ Այդ տեսեք, խոսում ենք հիվանդության մասին, կա արդյոք բուժման եղանակ, բուժման մեթոդ, թե դա կարելի է շտկել զուտ վիրահատական միջամտությամբ։ Փոքր տարիքում շատ ակնոցներն ենք մենք հիմնականում օգտագործում, հեռատեսության դեպքում նշեմ, որ ակնոցները օգտագործելը թույլ է տալիս երեխայի աչքին տեսնել, քանի որ հեռատես երեխաները ոչ հեռուն են լավ տեսնում, ոչ մոտիկը,
Մեծամասամբ այս ակնոցներով մենք օգնում ենք իրենց, թույլ չտալով, որ առաջանա շլություն կամ ծույլ աչք, որը շատ հաճախ բարդություն է հանդիսանում հեռատեսության, որտեղ հեռատես աչքերը միտված են դեպի ներս թեքվել ու մենք շատ հաճախ ենք ունենում շլություն չկորեկցված հեռատեսության դեպքում։ Ծույլ աչքը նույնպես մեծամասամբ հեռատեսության պատճառով է առաջանում։ Իսկ կարճատեսության դեպքում կարճատեսությունը մենք չենք նկատում հիմնականում, երեխեքը չեն նկատում, մինչև չեն զգում, որ իրենց կողքից ինչ-որ մեկը շատ ավելի լավ է տեսնում, քան իրեն, կամ ծնողները երբեմն նկատում են, որ երեխան գալիս հեռուստացույցի դիմաց է կանգնում։ Կամ դիցուք դասարանում գրատախտակի գրված է, ինչ որ մեկի համար նորմալ տեսանելի է, մյուսի համար ոչ։ Տառասխալներ, որոնք նորմալ չեն, որտեղ չի կարողանում ճիշտ արտագրել երեխան, ու արդեն կարճատեսության դեպքում հասկացնական շրջանում ակնոցներով, որպեսզի հսկենք կարճատեսությունը չաճի, դրանից հետո նոր արդեն երբ որ արդեն կակնած է ցանկության դեպքում, ինչպես նաև ցուցումներ կան հատուկ լազերային վիրահատության ժամանակ, երբ որ կա անիզոմետրոպիա, այսինքն աչքերը տարբեր են, մեկը մյուսից բավականին տարբեր են, այդ դեպքում Այդ շեղումը ինչքան է թույլատրելի։ Քան որ ակնոց կրելը ներկայումս մինչև 3 դիոպտրիա կարելի է տարբերությամբ կրել, բայց ասեմ, որ շատ դժվարությամբ է դա ստացվում։ Արդեն 3 դիոպտրիայից ավել տարբերությունը երկու աչքի մեջ ոնց որ ցուցում է հանդիսանում նման վիրահատությունների համար։ Ցուցում է հանդիսանում, երբ որ չեն կարողանում ակնոց կրել, հա, շատ հաճախ մենք ապակիներով չենք կարողանում ուղղել այդ կարճատեսությունը, ասթիգմատիզմը կամ հեռատեսությունը, դա էլ է ցուցում հանդիսանում։ Երբեմն նաև այդ դեռահասության տարիքում հա երեխաները հրաժարվում են ակնոց կրելուց, մի տեսակ նեղվում են։ Կարելի է նաև կոնտակտային լինզաներ առաջարկել, սա էլ է տարբերակ, պարզապես կոնտակտային լինզաների դեպքում ոնց ասեմ, մի փոքր ավելի ակտիվ կենսակերպ ունեցողների համար դժվար է, սպորտով զբաղվողների համար նույնիսկ ասեմ, որ սպորտով զբաղվողների համար դժվար է նաև ակնոց կրելը։ Երկու դեպքում իրանք դժվարանում են, բայց եթե գիտեք, մենք ունենք օրենք, հա, որը կարգավորում է նաև սպորտաձևերի հետ կապված մեր տեսողությունը։ Ոսկ մենք ունենք խմբեր ֆիզկուլտուրայի նախնական, հիմնական ու այդ ամեն ինչը նախապատրաստական, հիմնական, ու այդ ամեն ինչը նույնպես կախված է տեսողության չափից, որ չափ կա, որ դրանից ավել արդեն իրան գնում են նախապատրաստական։ Ծանր վարժությունները հատկապես կարճատեսներին ցանկալի չի, ուժային վարժությունների մասին է խոսքը։ Այլ լողը, թենիսը, որոնք թեթև են ու նաև նպաստում են աչքի այդ ամեն ինչին, բայց ֆիզիկական ակտիվությունը ցանկալի է ամեն դեպքում, որ կոփված լինի օրգանիզմը։ Ամեն դեպքում երեխաների մոտ, հա, մինչև 18 տարեկան ասում են արգելված է վիրահատական միջամտություն անելը։ Այսինքն երեխան, եթե ունի տեսողական խնդիր, միևնույն է, նա չի կարող վիրահատվել։ Խոսքը երբ է դա թույլատրելի։ Ես հասկացա, խոսքը լազերային միջամտության մասին է, էքսիմեր լազերային կամ նման տարբեր մեթոդներով չի կատարվում, որովհետև այդ տարիքում դերևս աճում է կարճատեսությունը։ Մենք դերևս աճ ունենք, դերևս փոփոխվում է ռեֆրակցիան։ Այս կատարելու դեպքում ոնց որ մենք հետագայում 1-2 տարի հետո կարող ունենանք աճ ու նորից ստիպված լինեն կրել ակնոցներ կամ նման ինչ-որ մի Այսինքն մշտապես պետք է գտնվի երեխան հսկողության տակ, հա։ Պաթոլոգիական process-ների դեպքում կարճատեսություն, հեռատեսություն, եթե նույնիսկ կերատոկոնուս, որը մի քիչ երիտասարդացել ու ավելի հաճախ է հանդիպում արդեն, ցանկալի է, որ երեխան հսկվի գոնե տարվա մեջ 2 անգամ։ Վերջին շրջանում հատկապես շատ են ակտիվացել սուր շնչառական վիրուսները եւ աչքի հետ կապված այդ բարդությունները։ Կապ կա այստեղ իրականում։ Կապ ունենք, հատկապես համակարգային հիվանդությունների դեպքում շատ հաճախ մենք ունենում ենք տեսողական օրգանի ախտահարում, եւ երբեմն նույնիսկ իրանով էլ հենց սկսվում են տեսողական օրգանի պաթոլոգիայով էլ հենց սկսվում են ու հենց ակնաբուժից էլ հայտնաբերվում է որոշ համակարգային հիվանդություններ։ Նու վիրուսային հիվանդությունների հետ կապված հա ադենովիրուսային հիվանդությունները այս շրջանում ակտիվացել են հերպեցիկ հիվանդությունները աչքի նույնիսկ երեխաների մոտ մենք շատ ունենք յուվենիլ արթրիտը, որ համակարգային հիվանդություն է, բայց շատ հաճախ էլի աչքի ախտահարումով է արտահայտվում ու հայտնաբերվում է հենց այդ աչքով բեղջետի, բեղջերևի հիվանդությունների դեպքում մենք ունենում ենք սկզբում ակնային դրսևորումը
հաճախ ակնային դրսևորումը հետո նոր անցնում ենք մյուս Այսինքն ինչ ձևով են դրսևորվում իրենք։ Բորբոքվածությամբ, կարմրությամբ, լուսավախությամբ, ցանկացած այդ խնդրի դեպքում պետք է դիմել ակնաբուժի, ելի եմ կրկնում, ավելի լավ է մեկ անգամ ավել դիմել բժշկի, քան հետագայում մենք աշխատենք արդեն առաջացած բարդությունների մեջ, որտեղ կանխարգելումը եւ միշտ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան արդեն առաջացած պաթոլոգիայի հետ աշխատելը։ Օրինակ սուր շնչառական վիրուսի դեպքում ինչ անեն։ Մի հատ գնան թերապևտի մոտ, մի հատ էլ կան ակնաբուժի մոտ, ամենայն դեպս ստուգվեն։ Սկզբում գալիս են ակնաբուժի մոտ, որովհետև պատկերացրեք աչքի հետ առաջացած բորբոքումը կարմրությունը շատ ավելի մեծ ուշադրություն է գրավում, հետո նոր արդեն ջերմություն Երևի ակնաբուժն է ասում, որ գիտեք դուք սուր շնչառական վիրուս ունեք։ Հարցնում ենք, ջերմություն ունեք, կոկորտի ցավ ունեք, այո, նոր գնում են իրանց թերապևտի մոտ։ Կա այդ պահը, մենք ավելի շուտ ենք հայտնաբերում։ Դիմելիությունը ընդհանուր առմամբ Գյումրի բժշկական կենտրոնի մանկական ակնաբուժական կաբինետում ինչպիսին է։ Դիմելիությունը բավականին շատ է, կապված նրա հետ, որ էլի եմ ասում, այդ ռեֆրակտիվ խանգարումները բավականին շատ են, դպրոցականները շատ են դիմում, ըստ վերջերս հաճախացել են, շատ հաճախակի են դիմում վիրուսային կոնյունկտիվիտները։ Հիմա արդեն սեզոնն է սկսվելու ալերգիկ կոնյունկտիվիտների, որտեղ ծաղկման շրջանի հետ կապված ալերգիաները սկսում են ակտիվանալ ու երեխաների մոտ նաև ալերգիկ կոնյունկտիվիտներ խորհուրդ եմ տալիս ակնոստներով արևային, եթե կրում են, եթե չէ գոնե գլխարկով։ Այսինքն ալերգիայից նաև էլի ինչ որ խնդիրներ է տալիս աչքի հետ կապված։ Հա, ունենում ենք լուսավախություն, արցունկահոսություն, կարմրություն, երեխան դժվարանում է աչքերը բացել ուժեղ արևին, այդ ամեն ինչը արտահայտվում է կարմրությամբ ու արցունկահոսությամբ։ Քանի որ դուք միաժամանակ նաև մեծահասակների հետ եք աշխատում, համեմատություն մի փոքր տանենք, որի հետ է ավելի հեշտ աշխատել մեծահասակների թե երեխաների։ Մեծահասակների դեպքում մենք աշխատում ենք արդեն ստեղծված պաթոլոգիայի հետ։ Երեխաների դեպքում մենք սկսում ենք կանխարգելել կամ աճող օրգանիզմի հետ ենք աշխատում։ Ճիշտ է, ավելի հետաքրքիր է, բայց բարդ, չնայած իրանք շատ հետաքրքիր են, իրանց հետ ավելի հետաքրքիր է։ Բայց կանխարգելել էլ եմ ասում, ժամանակը միշտ շատ կարևոր դեր է խաղում երեխաների մոտ հայտնաբերված հիվանդությունների ժամանակ։ Իսկ մեծահասակների մոտ հիմնականում ինչ հիվանդություններ են դիպում։ Մեծահասակների հիվանդությունների հետ կապված կատարակտաները, դիաբետի հետևանքները, դիաբետիկ ռետինոպաթիաները, գլաուկոման, որը գիտեք հաշմանդամության վերող հիվանդություններից առաջի տեղում է գտնվում, երկրորդ տեղում դիաբետն է։ Կատարակտան ինքը բուժելի հիվանդություն է, ճիշտ է, սարսափելի է հնչում, տեսողությունը վատանում է, բայց վիրահատությունից հետո մարդիկ ունենում են բավականին բարձր ու լավ տեսողություն։ Ընդհանուր առմամբ թիմային աշխատանքը ինչպես կգնահատեք։ Թիմային աշխատանքը Գյումրի բժշկական կենտրոնում։ Բավականին բարձր որակ է, ես գոհ եմ։ Ու ուրախ եմ, որ աշխատում եմ։ Եվ հիմնականում օրինակ ասենք, որ բաժանմունքների հետ է ձեր կապը։ Իմ կապը հիմնականում մանկական բաժանմունքի հետ է։ Մանկական ռեանիմացիայի, նորածինների հետ կապված, անհասների հետ կապված։ Իմ կապը մանկական բաժանմունքի հետ է, որ գալիս են վիրուսային հիվանդություններով երեխեքը այդ պիկ շրջանում, կարմրուկ, ջրծաղիկ, շատ հաճախ ինֆեկցիոն բաժանմունքի հետ երբեմն։ Բոլորի հետ է։ Համարյա բոլորի հետ։ Շատ հաճախ նաև դպրոցների հետ, որտեղ դպրոցական բուժքույրերն են ուղեգրում երեխեքին ու հայ ակնաբուժական նախագծի հետ կապված դպրոցների հետ կապված ծրագիր ունենք, երբ որ երեխաները գալիս ստուգվում են, ակնոցներ տրամադրվում։ Իսկ հանրապետական նշանակության ինչ կլինիկաների հետ սերտ համագործակցություններ ունեք։ Սերտ համագործակցություն Մալայանի անվան կլինիկայի հետ է, անհասների ռետինոպաթիայի հետ կապված, Հարությունյան Ռուզանան հենց անհասների ռետինոպաթիայի ղեկավարն է ծրագրով ու պաթոլոգիաների դեպքում, որոնք մեր մոտ իհարկե լազերային միջամտությունները եւ ներարկումները անհասներին իհարկե չի կատարվում, դրանք տեղային անցկացման եւ կան կատարվում են արդեն Մալայանում։ Վերապատրաստումներին ինչպես եք վերաբերվում։ Շատ լավ։ Եվ ինչ են տալիս դրանք։
գիտելիքներ, հմտություններ, նոր ավելի հեշտ ու արագ կողմնորոշվելու ունակություն եւ ավելի լայն սպեկտր, ավելի նոր նոզոլոգիաներ հայտնաբերելու համար, որ կարող էին ինչ-որ պահով բաց մնալ, եթե չլինեին այդ վերապատրաստումները, տեխնոլոգիաներին նոր տիրապետելու, քանի որ գիտեք, որ հիմա շատ արագ է զարգանում բժշկությունը, վերապատրաստումներն իհարկե մեծ ներուժ ունեն, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այդ ամեն ինչը մեր պացիենտներին իշա Եվ քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ես կուզենամ որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին եւ հատկապես փոքրահասակ հեռուստադիտողներին։ Աշխատեք ավելի ակտիվ լինել, ավելի ֆիզիկական ակտիվություն ակտիվացնել։ Մամաներին եմ ուզում ասեմ, որ եթե երեխան կամակորություն է անում, չի ուզում կարդա, չի ուզում սովորի, ուշադիր եղեք, դա պարզապես կամակորություն չէ երբեմն։ Դա ծուրություն ու կամակորություն չէ երբեմն։ Էդի կրկնեմ, մի անգամ ավելի լավ է ավել դիմեք բժշկի, քան թե ունենաք պաթոլոգիա, եւ մենք արդեն աշխատենք լուրջ խնդրի հետ զարգացած։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր մեր ինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի մանկական ակնաբույժ Հասմիկ Թանայանին։ Դե ինչ առողջ եղեք մեր ինֆոների եթերում։